Զրուցում ենք տնտեսագետ Ռոլանդ Մարտիրոսյանի հետ։ Պարոն Մարտիրոսյան, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց հեծը պետականացնելու մասին, կա կարծիք, որ նրա նպատակը գործարար Սամվել Կարապետյանից հեծը խլելն է։ Կխնդրեի ձեր կարծիքը այս ամենի վերաբերյալ։ Նախ առաջին հերթին հեծը դա էներգետիկ համակարգի կարևորագույն հանգույցներից մեկն է, որը պետականացնելու համար խորապես պետք է իրավական հիմքեր լինեն։ Այն որ հեծի սեփականատերը Սամվել Կարապետյանը այս պահին գտնվում է անազատության մեջ, դա արդեն բացասական երանգ է տալիս հեծի արդյունավետ գործունեության համար։ Ես ինքս տնտեսագետ դեմ եմ նմանատիպ բնական մենաշնորհ խոշոր ցանցերը պետականացան, առավել ևս այս կառավարության կողմից, որը ենթադրենք ինչ-ինչ օրենքի բացերի հիման վրա պետականացրեց, ով է լինելու տնօրեն, ովքեր են լինելու գործադիր տնօրենության մարմինները եւ ինչպիսի կառավարման ընթացք է լինելու։ Չէ՞ որ հեծը դա այն կարևորագույն գործոնն է, որի շուրջ ներդրումային մեծ ծրագրեր են իրականացվել Տաշիր գրուպի կողմից, որը 15 թվականի սեփականաշնորհման արդյունքում բավականին լուրջ բարեփոխումներ են արել։ Այսօրվա իշխանությունը, որպեսզի հեծը կարողանա պետականացնի, պետք է ունենա իրավական հիմքեր, իսկ այդ իրավական հիմքերը պետք է նրանք ունենան հետեւյալ կերպ։ Երբ որ 15 թվականին հեծը սեփականաշնորհում է պետության եւ սեփականատիրոջ կողմից կնքվում է պայմանագիր տարբեր կետերի շուրջ, այսինքն այսքան ներդրում այսինչ տարեթվերի ընթացքում, այսպիսի բարեփոխումներ, աշխատատեղերի այսքան թվականակի կայուն ապահովում, աշխատավարձերի կայուն բարձրացում, որակի բարելավում եւ նորանոր ներդրումների ներգրավում այդ ոլորտում եւ այդ կետերի հիմնական մասը տարիների ընթացքում Տաշիր գրուպը իրականացրել է։ Ես ուզում եմ հասկանում մի պարզ բան, մեր այսօրվա գործադիր իշխանության ղեկավարը ինչ իրավական հիմքերով պետք է հեծը սեփականաշնորհի, այսպես վերստի պետության սեփականության իրավունքի ներքո եւ հարց է առաջանում, այն կառավարելու է գործադիր իշխանության X ձևավորվող մարմնի կողմից, թե վերավաճառվելու են բաժնետոմսերը եւ ինչ որ անհայտ ծագումով տնտեսվարող սուբյեկտներ կլինի օտար երկրյա, թե Հայաստանի Հանրապետության, ովքեր են լինելու այդ գնորդները, ինչպիսի, ասենք, ճակատագիր է սպասում այդ կարևորագույն կառույցի հետ կապված։ Ինձ համար անհասկանալի է, թե ինչ է ուզում սանել։ Միանշանակ քաղաքական ենթատեքստը կա Կարապետյանին պատժելու գործոնը, եւ երկրորդը երևի հույս ունեմ, որ եւս մի ոլորտ կարելի է քանդել եւ կազմալուծել եւ գտնել են ամենաարդյունավետը էներգետիկ համակարգը։ Տարածված տեղեկության համաձայն Նիկոլ Փաշինյանը նպատակ ունի հեծը հանձնել թուրքական Տելաս կազմակերպությանը, վերջերս Թուրքիա այցի ժամանակ նա Էրդողանին տվել է իր համաձայնությունը։ Ինչ կասեք այս հարցի մասին։ Ճիշտն ասած, մամուլում նման տեղեկատվությունը բավականին մեծ է, իսկ ինչպես մի լավ ժողովրդական խոսքա չի լինում ծուխ առանց կրակի։ Անկամ ազգային ժողովի падգամավորները ԿՊԵ-ական ասում են, որ պետք է վերավաճառվի կամ ինչ-որ թուրքական գործոնը մեջը շահարկվում է։ Ճիշտն ասած, ես չեմ բացառում, որ կարող է նման հետին ծրբան միտք հետևեն այս մարդիկ եւ այո վաճառեն, որովհետեւ հաջողությամբ կառավարության նախարարներից մեկը գնաց Թուրքիա ինչ որ հարցերի շուրջ պայմանավորվածության։ Ինչու հենց այդ աղմուկը բարձրացավ այն ժամանակ, երբ որ Նիկոլ Փաշինյանը գնաց Թուրքիա, երբ որ մեր նախարարը գնաց Թուրքիա եւ այս ձերբակալումը եւ այս աղմուկը հեծի շուրջ առհասարակ։ Ես գտնում եմ մենակ մի բան, այն ինչը որ այսօրվա իշխանությունները փորձում են անել հեծի շուրջ եւ Տաշիր գրուպի շուրջ, դա բացասական ազդեցություն է թողնելու մեր էներգետիկ համակարգի վրա, բացասական ազդեցություն է թողելու անխափան, անվտանգ եւ հուսալի էներգետիկ սնուցում թե տնտեսվարող սուբյեկտների համար, թե հասարակ քաղաքացիների համար, որովհետև այս 7 տարվա մեջ մենք տեսնում ենք այսօրվա իշխանությունը որ ոլորտին առնչվում է, այդ ոլորտը կազմաքանդվում է, վառ օրինակ Քաջարանի պնձամոլիբդենային կոմբինատը, որը բոլոր ժամանակներում լավագույն խոշոր հարկատուն էր առաջի տեղում եւ այն աղմուկը, որ 15-20% Քաջարանը վերցրեցին բաժնետոմսերից եւ պետականացրեցին եւ տեսնում ենք ինչ է կատարում։ Առաջի լավագույն խոշոր հարկատուն չի հանդիսանում։ Աշխատողները բավականին մեծ աղմուկ բարձրացրեցին աշխատավարձերի շուրջ։ Հետո ինչ որ միլիոնավոր դոլարների վնասներ կրեցին աշխատողների այդ բողոքի ակցիաների արդյունքում։ Հիմա հեծը դա խոշորագույն կառույց է, որ ունի շուրջ 7-ից 8 հազար աշխատող։ Դուք հասկանում եք այդ համակարգը, եթե սրանք ինչ-ինչ իրավական, ասենք, բացերի հիման վրա պետականացնեն,
ինչ է տեղի ունենալու այդ 7-8000 աշխատողների հետ, ինչ է լինելու մեր էներգետիկ համակարգի հետ, չէ՞ որ հենց այն վերջնական գործոնն է ողջ էներգետիկ համակարգի Հայաստանի Հանրապետության, որը բաշխում է էլեկտրաէներգիան Հայաստանի Հանրապետության թե տնտեսվարող սուբյեկտների համար, թե հասարակ քաղաքացիների համար։ Մենք իմ կարծիքով խորը էներգետիկ ճգնաժամի մեջ ենք հայտնվելու։